գծելու ընթացքում նախ ասեմ, որ ես նախընտրում եմ օճառ։ Ես պատճենում եմ բոլոր այս դեկորատիվ կարերը պատճենման մեթոդով, այսինքն մի կողմը ես լեկալից անցկացրել եմ, մյուսը ես արդեն, քանի որ սա դեկորատիվ է եւ կարվելու է վրայից ոնց որ կորսետի նման այդպես կարվելու է։ Հա, այսպես կանոնը դնում եմ եւ բոլոր շերտերը գծում եմ, սկզբից գծում եմ, հետո գծում եմ երկարությունը, որքան է լինելու։ Հա, այսպես նշում եմ, նույնպես եզրը զգում եմ այստեղ եւ բոլոր շերտերը։ Նույնը արվում է մյուս կողմի հետ։ Այդպես ես պատճենել եմ, հա, այս կարը, սեղմոնները հարկավոր չեն, սեղմոնները անում ենք կտրվածքներ։ Գագաթները կարող ենք նշել կամ ասեղով, կամ էլի նորից այսենց, բայց ասեմ, որ ես սեղմոնները պատճենել եմ միայն կարվող հատվածի վրա։ Այս տարբերակով ես պատճենեցի արդեն դեկորատիվ կարը եւ շիտակ երեսային կողմից եւ թարս կողմից։ Կամ բոլոր կողմերից ես արդեն ունեցա։ Եթե մի կողմը ջնջվի, ամեն դեպքում ես կտեսնեմ։ Այդպես նշվում են նաեւ գրպանների տեղերը։ Եթե օրինակ վրադիր գրպան ունեք կամ տեղն է որոշվում, որտեղ պետք է բացվի շրջանակով, պրայզնոյ կարմանը։